Մենք գտնվում ենք Գյումրու Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ Մայր եկեղեցում, որն առավել հայտնի է Գյումրու 7 վերք անվանմամբ։ Սա մի վայր է, որը յուրահատուկ ուժի աղբյուր է դարձել ոչ միայն Շիրակի թևի հավատավոր ժողովրդի համար, այլ նաև ամբողջ ազգի։ Եկեղեցին կառուցվել է 1874 թվականից 1886 թվականներին։ Կառուցված է սև բազալտից և գտնվում է կենտրոնական Վարդանանց հրապարակում։ Սուրբ Աստվածածին եկեղեցին 7 վերք անվանումը ստացել է Աստվածամոր հայտնի հրաշագործ պատկերից, որի վրա պատկերված է Աստվածամայրը 7 սրով վիրավորված։ Այդ սրերից յուրաքանչյուրն ունի իր աստվածաշնչյան համարժեք պատմությունը։ Եկեղեցին ունի հայկական ավանդական ճարտարապետություն, սակայն եկեղեցու խորանը ավելի նման է ուղղափառ եկեղեցիների խորաններին։ Եկեղեցու ավանդատներից ոլորապոտույտ աստիճաններով կարելի է հասնել վերնահարկի խցերին։ Խցերը ամենայն հավանականությամբ ծառայել են կամ որպես թաքստոց և ապաստարան, կամ էլ որպես ճգնարան։ Եկեղեցին երկու եկեղեցիներից մեկն է, որ չի փակել իր դռները սովետական բռնաճնշումների տարիներին, մյուսը միացնահայտ Շմայր տաճարն է։ Փառք Աստծո, 1988 թվականի Գյումրու ավերիչ երկրաշարժից տուժում են միայն եկեղեցու երկու փոքր գմբեթները, որոնք այժմ պահվում են եկեղեցու բակում։ Չնայած կրած փոքր վնասին, եկեղեցին Հայաստանի անկախացումից հետո բարեկարգվում է, մաքրվում է եկեղեցու դիմացի փլված շենքը և եկեղեցին տեսանելի է դառնում Վարդանանց հրապարակից։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստ եկեղեցին է, հայ մեծանուն հոգևորականներից գերաշնոր Տեր Միքայել արքեպիսկոպոս Աճապահյանի նստավայրը։ Կիրակի օրերին մարդիկ այստեղ են գալիս Սուրբ Պատարագի միջոցով հաղորդակցվելու մեր հարության Փրկչի հետ։ Վերջերս մարդիկ հասնում են այստեղ նաև գերաշնոր Միքայել Սրբազանի հայրական օրհնությունը ստանալու։ Եթե այստեղ չես եղել, ուրեմն արդեն ժամանակն է։